Լուսացույցի սյուներ, փողոցային ցուցանակներ, բասկետբոլի զամբյուղ եւ պարզապես այն ամենն, ինչից հնարավոր է կախվել։ Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում են այսպիսի տեսանյութեր։ TikTok-ում եւ Instagram-ում մեծ տարածում գտած այս թրենդը հանդիպում է նաեւ սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում։ Շատ հաճախ հենց դեռահասներն են նման տեսանյութեր հրապարակողները։ Երևանի տարբեր փողոցներում տիկտոկյան եւ ինստագրամյան օգտատերերը նկարահանում են իրենց հիմնականում փողոցների անունները կրող ցուցանակներից կախված։ Այսպիսի տեսանյութերի դիտումները տասնյակ հազարներից կարող են հասնել մինչև մի քանի միլիոնի։ Օգտատերերը հաճախ նաեւ ոգևորում են միմյանց նմանատիպ բովանդակությամբ տեսանյութեր հրապարակելու համար։ Թրենդներին արձագանքելն ու կրկնօրինակելը խրախուսվում է TikTok-ում, ընդգծում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Կարելի է նույնիսկ ինչ-որ տերմին մտցնել, որ թրենդերի զոհ դարձած մարդիկ կան եւ նաեւ անշարժ գույք։ Հիմա կոնկրետ այս դեպքում ես արդեն 3 տեսել եմ կոտրած ցուցանակներ Երևանում,